Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Սիրելի ուսուցիչ բարի որ ուսանել եք մեզ այսքան տարի Դուք մեզ հարազատ հոգու մի գոհար Արթուն հերոս եք մեր կյանքի համար Ուսուցիչներ մեր սիրելի Ուզում եք որ միշտ չտակ Ձեր ժպիտովը խոցելի Մեր կյանքերին երանք տակ Իմ ուսուցիչը Տեր ես Այնքան շատ ենք սիրում ձեզ Ձեր ժպիտովը խոցելի Մեր կյանքերին երանք տակ Ուսուցիչը Տեր ես Այնքան շատ ենք սիրում ձեզ Ձեր ժպիտը անսահման Կյանք է շնորհում անթառամ Ուզում եմ միայն ինքը երջանիկ լինի, առողջ լինի Ուզում եմ որտեղ լինի ինքը լավ լինի Երբ զանգեմ իրեն իրաց լնքում ձայնը լսա Իր վաստակի չափ հարգանք ու սեր Իր շրջապատի, իր ծանոթ հարազատ մարդկանց կողմից Այդքան սեր Եվ ինչքան որ ներդրել է այս դպրոցում, ինչքան որ ներդրել է բոլորիս կողմից, այդքանով վերադառնա հարգանքն ու սերը։ Մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք ու իհարկե միշտ ժպտա, որովհետև իր ժպիտը մեզ համար շատ թանկ է եղել, որովհետև Ինգեր Սարգսյանը մեզ համար ամեն ինչ արել է։ Ուզում եմ, որ այն ավյունը երիտասարդական, որի մեջ կա, երբեք չմարի, դա չի մարում երբեք։ Ինքը փոքր մարմնում մեծ ուժ ունեցող կինը, կին տիեզերք է, այդ էներգիան, որ ինքը անսպար տալիս է, ես ուզում եմ զգա վերադարձը դրա, այն սերը, որ վայրում է մինչև հիմա, մինչև կյանքի վերջ ինքը վայրում է, ես վստահ եմ, ես ուզում եմ, որ այս երիտասարդական ավյունը, առողջությունը պահպանվի երկար տարիների համար։ Քանի որ ինքը այդքան մեծ շատ սեր ու ջերմություն է տվել, կցանկանամ, որ թեկուզ տարիներ անց մենք դպրոցի պատերից դուրս երբ կհանդիպենք, իրեն տեսնենք այնքան երջանիկ, այնքան գեղեցիկ, ինչպես որ մենք իրեն հրաժեշտ ենք տալու։ Ես մեզ շատ սիրել Ինգեր Սարգսյանին իր ծննդյան կապակցությամբ ցանկանում եմ երկար տարիների կյանք, առողջություն, երջանկություն եւ թող իր շփտի երբեք չպակասի։ Մենք ձեզ շատ սիրում ենք, մեր շատ սիրելի Ինգեր Սարգսյան։ Անսահման եմ սիրում Ինգեր Սարգսյանին։ Մաղթում եմ երկար տարիների կյանք, նրա դեմքից շփիտ երբեք չպակասի ու նա մեր սրտերում կմնա որպես լավագույն ամեն։ Այս ճանապարհը Ինգեր Սարգսյանի ամենադժվար փորձություններից մեկն է եղել։ Զամուրել նման փորձություններ չունենա։ Մնացած իր ամբողջ կյանքը ապրի երջանիկ, խաղաղ, դպրոցի խնդիրներից հեռու։ Բայց միևնույն ժամանակ չեմ ուզի, որ դպրոցը լքի։ Թող կուզեմ ամեն գոնե տարվա մեջ մի քանի անգամ կամ դպրոց ու ինքս դեպի։ Շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար, վայելեք մեր սերն ու հարգանքը, գիտակցելով, որ ձեր սերմանած ծիլերը տվել են իրենց պտուղները։ Մենք ձեզ շատ սիրում ենք, Ինգեր Սարգսյան ջան։ Ափսոսում եմ այն բանի համար, որ այս դպրոցը չի ղեկավարելու այլևս Ինգեր Սարգսյանը։ Չնայած Ինգեր Սարգսյանը ունի մեծ եռանդ, գիտելիքի մեծ պաշար, բայց այնուամենայնիվ ես հարգում եմ իր որոշումը, ինչքան այդ ամենը շատ ցավոտ լինի ինձ համար, ցանկանում եմ, որ նա լինի առողջ, երբ զանգահարենք, լսենք իր ուրախ ձայնը, միշտ մեր կողքին լինի և միշտ հիշի, որ մենք իրեն շատ սիրում ենք։ Ես Ինգեր Սարգսյանին շատ եմ սիրում ու հարգում ու իր անվան սկզբնատառով ակրոստիկոս եմ գրել, կարդամ, թող բոլորն են լսեն։ Լույսի ու բարության սերմնացան, ուսման գործին, ջատակով ու նվիրյալ, սիրելի մարդ, հմուտ ղեկավար, իրավամբ հիանում ենք ձեզնով, կաս ու կմնաս հարգի դարերով։ Շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ իմ սրտի խոսքը և բարեմաղթանքները հղեմ իմ համար շատ հարազատ մի մարդու Լուսիկ Սարգսյանի ծննդյան առիթով։
Ես ընկեր Սարգսյանին ճանաչում բավականին երկար տարիներ, մենք միասին աշխատել ենք, համագործակցել ենք եւ նաեւ աշխատանքից դուրս ես պարտորեն պետք է նշեմ, որ իմ լավ ավագ ընկերն է։ Մարդ, ով բավականին երկար տարիներ աշխատում է կրթության ոլորտում, հանրակրթության ոլորտում, ով մեծ ներդրում ունի մեր քաղաքի եւ մարզի հանրակրթության համակարգում, նաեւ ում ղեկավարությամբ Վանաձորի թիվ 7-րդ դպրոցը բավականին հաջողություններ է գրանցել եւ համոզված եմ դեռ կգրանցի։ Իմ լավ ընկեր Սարգսյան, հարգելիս, ուզում եմ շնորհավորեմ ծննդյան օրվա առիթով, ուզում ցանկանամ, որ լինես առողջ, ընտանիքում լինի միշտ խաղաղություն, բարօրություն, միշտ հաջողություններ լինեն, եւ ուզում եմ, որ քո գործընկերները, քո ընկերները, քո ընտանիքի անդամները միշտ իրենց կյանքում զգան քո ներկայությունը։ Լավագույն մաղթանքներս քեզ եւ բարի տարեդարձ, հարգելիս։ Սովորաբար քեզ հարազատ մարդուն առաջին հերթին ուզում ես, որ խնդիրներ քիչ լինեն կյանքում, ուզես թե չուզես դրանք լինելու են, գոնե հաղթահարելի խնդիրներ։ Իսկ դրանց առաջ ուզում ես, որ այդ մարդը առողջ լինի, որ կարողանա դրանք հաղթահարել։ Իսկ ուզենամ, որ ընտանիքում իր խաղաղություն լինի, պրոբլեմներ քիչ լինեն, հոգու հանգստություն լինի, իր հոգին կարողանա միշտ ժպտալ, որովհետև երբ որ նա տրամադրությունն ընկնում է, ավտոմատ իմ տրամադրությունն էլ է ընկնում, ու ցավ եմ ապրում, որ խնդիրները շատ են լինում իր կյանքում, չէ որ սպառում է այդ մարդը խնդիրները հաղթահարելով, Աստված տա, որ եւ առողջությունը բավարարի, եւ Աստված վերևից տեսնելով նրա խնդիրներն ու պրոբլեմները քիչ պակասացնի։ Շատ եմ ցավում, որ իմ լավ գործընկերներից մեկը եւս որոշել է, որ այլևս հանրակրթության մեջ չզբաղեցնի տնօրենի պաշտոն։ Շատ ենք խոսել այդ թեմայից, փորձել ենք նույնիսկ համոզել, որ մի շրջան եւս աշխատի 5 տարի, բայց որոշել է, որ չի աշխատելու այլևս, մաղթում եմ առողջություն իր ընտանիքին, իրեն, ամենայն հաջողություններ եւ նորից եմ կրկնում, իր բարությամբ, իր խոհեմությամբ չեմ մտածում նույնիսկ, որ կարող է իմ մաղթանքները չստացվեն, որովհետև դա ինձ թվում է Աստված իրեն հենց այդպես է ստեղծել, որ ինքն իր ողջ կյանքի ընթացքում այդ ամենն ունենալու է։ Ուզում եմ ասել, որ ընկեր Սարգսյանը վաստակել է երջանիկ եւ ապահովության իրավունքը, ինչեւ ես նրան ցանկանում եմ, ուզում եմ այնպես լինի, որ 70-ը նշելիս ընկեր Սարգսյանը հայտնի Մոսկվան հարցումներին չի հավատում ֆիլմի հերոսի պես, այս համոզել, որ 65-ում կյանքը դեռ նոր է սկսում։ Քո բոլոր ձեռքբերումները ապագայի թող հաջողություն ունենան եւ վստահությունը երբեք չլքի քեզ։ Թող ժամանակը չկարողանա իր ավերիչ հողմերով արմատախիլ անել քո սրտում հույսի եւ համբերության հազարաբույր ծաղիկները։ Սիրելի ընկերուհի, միշտ մնաս այդպես պայծառ, դու հիշիր, դեռ իրավունք չունես լռելու, այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի, դեռ այնքան լույսեր ունես վարելու, խոսքով կրելու հավատք ու հոգի։ Ցանկանում եմ ընկեր Սարգսյանին ցանկանալ ուշ կորով առողջություն, երկար տարիների եւս եւ երկար տարիների այո գերմանավոր աշխատանք, որը նա ի վիճակի է, նա շատ հարգված է եւ կոլեկտիվի կողմից, եւ աշակերտների կողմից, եւ շատ հաճելի կլինի, որ ընկեր Սարգսյանը շարունակի իր աշխատանքային գործունեությունը։ Ընկեր Սարգսյանին շատ հաջողություններ եմ ցանկանում։
Շնորհակալ ենք ձեզ, իմ շատ սիրելի ընկեր Սարգսյան, ձեր մարտեսակի համար, ձեր յուրահատուկ անձնավորություն լինելու համար եւ շնորհակալ ենք նրա համար, որ դուք կաք, եղել եք, հատկապես ես իմ անունից կասեմ, որ իմ կյանքում միշտ ուղեկցել եք ինձ։ Շնորհակալություն, որ դուք կաք ու պիտի լինեք։ Ուսուցիչներ մեր սիրելի, ուզում եք, որ միշտ ճպտակ, ձեր ժպիտովը խոցելի, մեր կյանքերին երանք տակ, իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ ենք սիրում ձեզ, ձեր ժպիտովը խոցելի, մեր կյանքերին երանք տակ։ Իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ ենք սիրում ձեզ, ձեր ժպիտը անսահման, կյանք է շնորհում անթարան, մեր ուսուցիչներ, դուք համբետար, վարվող ճրագ եք մեր կյանքի համար, որքան էլ անսեն, տարիներ գնան, ձեր խրավները մեզ հետ կհամար, իմ վեր ուսուցիչ, որքան բարի եք, դուք բարիքներով անմարելի եք, բոլորիս համար անվերջ մտածում, վար ապագա եք մեզ համար բացում։